Պատվարժան դատարան պաշտպանության կողմը գտնում է, որ Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Մասնավորապես, Միքայել Սրբազանը հասարակությանը հայտնի է որպես հայրենասեր, իր խոսքով և գործով։ Անուրանալի է Սրբազանի վաստակը հայ ժողովրդի հոգևոր կյանքում և եկեղեցաշինության գործում։ Նա մշտապես ուշադիր է եղել Հայաստանի և հայերին վերաբերող խնդիրներին։ Որպես հոգևոր առաջնորդ հետևել է պետության կողմից վարվող քաղաքականությանը և անհրաժեշտության դեպքում հանրային հարթակում քննադատել է ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունները։ Ներկայիս իշխանության, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքացիական պայմանագիր իշխանական կուսակցության դեմ Միքայել Սրբազանի քննադատությունները առավել հաճախակի և սուր են դարձել 44-օրյա պատերազմից և առավելապես Արցախի կորստի պատճառով, ինչից հետո Միքայել Սրբազանը ենթարկվում է բացահայտ քաղաքական հետապնդման իշխանությունների կողմից և որպես հիմնավորում ներկայացվում է փաստերը ըստ օրերի և իրադարձությունների։ Միքայել Սրբազանի նկատմամբ այս քրեական հետապնդումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական շարժման հետևանքն է, որը սանձազերծվել է 2025 թվականի մայիսի 30-ից։ Այս ողջ գործընթացը Միքայել Սրբազանի նկատմամբ իրականում պատժի տարրեր են պարունակում։ Դրանք գտնվել են անմիջապես Նիկոլ Փաշինյանի վերահսկողության ներքո։ Նույնիսկ Միքայել Սրբազանին ձերբակալելու ողջ գործընթացը զուգորդված է Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններով և ուղղորդումներով։ Ճիշտ է, վերաքննիչ բողոքի մեջ պատվարժան դատարան մենք լինքերով, այսինքն ապացույցներով հստակ մեր կողմից ներկայացված փաստերի ապացույցները ներկայացրել ենք և նշենք, որ երեկվա դրությամբ ստուգել է և այդ ապացույցները այսօր հանրային հարթակում։ Այսպես, Միքայել Սրբազանը 2020 թվականից հետո իր հանրային խոսքում մշտապես նշել է, որ պետք է փրկել երկիրը և փոխել այս իշխանությունը հեղաշրջման, հեղափոխության և որևէ հնարավոր ճանապարհով, որպեսզի հայերը չկորցնեն հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը։ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է թիրախավորել նորին սուրբոցություն Տեր Գարեգին Բ. ամենայն հայոց կաթողիկոսին, ինչի հիմքով 2018 թվականի հունիս ամսին ստեղծվել է Նոր Հայապետ Նոր Հայաստան շարժումը, որի մասնակիցները տարիներ շարունակ հետևողականորեն լցված են հայոց վեհապարի և Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականներին հեղինակազրկելու գործին։ Նիկոլ Փաշինյանի ճնշումները հայոց վեհապարի և որոշ հոգևորականների նկատմամբ առավել ուժ գնացել է, ինչպես նշվեց 2025 թվականի մայիսի 30-ից։ Մասնավորապես, Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում օրվա ընթացքում մի քանի անգամ ապացույցներ ներկայացված են։ Հոգևորականների հասցեին վիրավորանքներ և հայհոյանքներ է գրել, զուգահեռաբար պահանջելով, որ Գարեգին Բ. ամենայն հայոց կաթողիկոսը Ազատի Մարիաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանում։ Բացի այդ սույն թվականի ներեցեք 2025 ներողություն եմ խնդրում, հաստական մասը, որը ներկայացրած է, խնդրեմ իրավական մասը ներկայացնեք։ Փաստերը պիտի հնչեցնեք պատվարժան դատարան, որ կարողանան զուգորդել իրավական փաստերի հետ։ Հասկանալի է, բայց ներկայացված է դատախազներ ունեն, ողոքի օրինակը։ Պատվարժան դատարան, մենք էլ ամուսնալով ծանոթ ենք մեր ժամանակներ խնայելու առումով։ Նայեք, պատվարժան դատարան, նախ մենք այստեղ բոլորս պաշտպանության կողմը ամբողջովի հաստակազմի և իրավական հիմնավորումների համակցված վերլուծության հնարավորություն ունեցել։ Հասկանում եմ, որ մեզ իրավաբաններից շատ դուրեկան չէ, երբ որ քաղաքականությունը մտնում է դատարան, բայց քաղաքականությունը մենք չենք մտցրել դատարան։ Հետևաբար ես խնդրում եմ թույլ տալ իմ վստահորդի դիրքորոշումը հնչեցնել վերաքննիչ դատարանում, բացառապես վերաքննիչ բողոքի շրջանակներում։
Ֆարմանյան, դուք հնարավորությունը ունեցել եք, փաստեր ներկայացվել են մեղադրանքի հետ կապված, որոնք քննարկման առարկա են։ Այսինքն հիմա ձեր ներկայացրածը ընդհանուր մեղադրանքի ծավալից դուրս փաստական հանգամանքներ են, թեև կարող է ըստ ձեզ կապ ունեն ընդհանուր ձեր կողմից ներկայացրած քրեական քաղաքական հետապնդման մասով ձեր կողմից ներկայացրած ընդհանուր համատեքստի հետ, բայց ամեն դեպքում եմ կրկնում հրապարակելու անհրաժեշտություն չկա։ Ես առանձին ապացույցներ չեմ պատրաստում։ Դրություն։ Ես առանձին ապացույցների քարտիցի չեմ ուզում հրապարակել, պատվաշան դատան։ Ուղղակի հողումներ եմ տալիս, որ հետո արդար դատաքննության իրավունքի խախտման հետ իրավական կապը տամ։ Հակառակ դեպքում, եթե ես բարձրաձայնեմ ուղղակի իրավական հիմնավորումներն ու եվրոպական դատանի կարգավորումները, եթե փաստական հանգամանքների հետ նշում, փաստական հանգամանքները չնշեմ, տրամաբանական կապը կկորի, ու հետևաբար ես հիմա փորձում եմ առավելագույն սեղմ այդ կապերը տալ եւ միտք ձևավորել։ Բայց հաշվի առնելով որ ծանոթ ենք դրա համար առաջարկում եմ ասնեք այդ մասը իրավական մասը։ Ապացույցների հստակ թվարկման մասով ու այդ բառամթերքի մասով հաստատ դատարանի միտք չի հնչելու։ Եվ այսպես վարչապետի հետապնդումները հոգևորականների նկատմամբ շարունակվել են 2025 թվականի հունիսի 2, հունիսի 3, հունիսի 4 եւ կրկին թիրախավորվել է Միքայել Սրբազանը, նա մեղադրվել է պղծության եւ այլ մեղքերի մեջ։ Հայոց վերապարին վարկաբեկող գրառումներ անելով պահանջել է անհապաղ ազատել մայրաթորը, նկատի ունենք վարչապետ Փաշինյանը։ 25 թվականի հունիսի 10-ին վարչապետը դիմել է քաղաքացիներին խմբեր կազմելու, մայրաթորը ազատելու եւ նոր ընտրություններ կազմակերպելու կոչով, փաստացի մայրաթորի վրա բազմություն տանելու եւ բռնի գործողություններ կատարելու նպատակով։ Նույնիսկ մարդկանց հավաքագրելու համար համակարգող խմբի էլեկտրոնային կոնտակտներ են հրապարակվել։ Դրանից հետո գրեթե ամեն օր վարչապետ Փաշինյանը վիրավորական եւ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու կաթողիկոսի եւ հոգեվորականների հասցեին շարունակել է հայոյախառն պահպարակող գրառումներ կատարել։ Փաշինյանի կողմից առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորների նկատմամբ ճնշումներն ու սպառնալիքները հավանության են արժանացել քաղաքացիական պայմանագիր իշխանության կուսակցության անդամների կողմից եւ հանրային հարթակում արտատպվել են, կիսվել են, կրկնել են նույն գրառումները, զրպարտությունները, հայհոյանքները եւ այստեղ հոգեվորականներին ուղղված վարկաբեկումները շարունակվել են մինչև հոկտեմբերի 31-ը 2025 թվականին։ 25 թվականի հունիսի 27-ին իդեպ Միքայել Սրբազանը գտնվել է Մարիաթոր Սուրբ Էջմիածնում եւ որպես համակարգող մասնակցել է քահանաների հերթական ժողովին, որի կազմակերպչական աշխատանքները սկսված են եղել դեռևս մեկ ամիս առաջ։ Այս ժողովի ժամանակ հայտնի է դարձել, որ Սրբազանի Գյումրի քաղաքում գտնվող կեցավայրում քննչական կոմիտեն իրականացնում է խուզարկություն եւ բացի այդ Սրբազանի ձերբակալելու որոշում է կայացվել եւ այդ որոշման կատարման համար ԱԱԾ աշխատակիցները, ինչպես նաեւ ոստիկանության լրացուցիչ ուժերը եկել են Մայրաթորի տարածք։ Սրբազանի ձերբակալելու փորձերի ընթացքում վարչապետ Փաշինյանը Մայրաթորի տարածքում ոստիկանության եւ ԱԱԾ ծառայողների գտնվելու ժամանակահատվածում իր ֆեյսբուքյան էջում հոգեվորականներին վերաբերող ծաղրական, կալանավորումը ուղղորդող, սպառնալիք պարունակող եւ Սրբազանին թաքնվելու մեջ մեղադրող գրառումներ է կատարել։ Բացի այդ, քաղաքացիական պայմանագրի կուսակցության արժե պատգամավոր Վահագն Ալեքսանյանը այդ ընթացքում հրապարակում է կատարել, որ Միքայել Աչապայանին դատարանը կալանավորելու է։ Քրեական վարույթի հետ սկզբում քննչական կոմիտեի նախագահը հմեկի եթերում խոսել է այն մասին, թե իբրև այս քրեական վարույթի հանգամանքները մանիպուլացվում են ինչ-որ անձանց կողմից եւ չակերտավոր փաստարկներ են ներկայացրել, որ arczepiskopos Աչապայանի արարքը ուղղակիորեն կապ ունի Բագրատ Գալստանյանի եւ այդ գործով անցնող մյուս անձանց կողմից ահաբեկչության նախապատրաստության ենթադրյալ հանցանքի հետ։ Եվ դրա վերաբերյալ իրենք ունեն բավարար ապացույցներ։ Այստեղ միջակետ դնել պատվարժան դատարան։ Այսօր 2026 թվականի հունիսի 17-ն է եւ մենք կարող ենք արձանագրել, որ քննչական կոմիտեի ղեկավարի
կողմից մատնանշված բավարար ապացույցները գոյություն չունեն, եւ այս միտքը մեղմ ասած չի համապատասխանում ոչ իրավականությանը, ոչ իրականությանը։ 2025 թվականի հուլիսի 7-ին վարչապետ Փաշինյանը կատարում է հետևյալ գրառումը. առավել ևս այս պարագայում վաղաշաբաթ խոշորացված համայնքի որևէ տարած չի կարող փակ լինելու իրավապահների համար։ Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը Փաշինյանի այս հայտարարությունը գնահատել է որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն, խուզարկություն կամ ձեռնարկատվություն մայրաթորում դատավարական գործողություններ իրականացնելու համար։ Ինչպես պարոն Ահարոնյանը իրավացիորեն նշեց, 2025 թվականի հուլիսի 8-ին ՀՄԵԿ-ի եթերում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հարցազրույց Պետրոս Ղազարյանի հաղորդման ընթացքում անդրադարձել է Սրբազանի մեղադրանքին։ Եվ նույնիսկ Պետրոս Ղազարյանը, որ իրավաբան չի, իր հարցադրման մեջ նույնպես ճիշտ այսպես իրավական շեշտ է դրել, ասելով, որ չկրկնեմ այդ նույն հարցը, ասել է ոնց, այդ ոնց կարող է այդպես բան լինել։ Գլխավոր դատախազը պատասխանել է ի թիվս այդ շարադրանքի, որ նոր գնահատականներ են տալիս, ու քրեական դատավարության մեջ մենք ունեցել ենք նոր ինստիտուտ, նոր լույսի ներքո, այդ կրկին դատվելու արգելքի անցուդատվելության, ինչպես պարոն Ահարոնյանը նորից իրեն հղում տան կրկին դատվելու արգելքի կրկնակի խախտման պարագայում, մենք քրեական դատավարությունում, իդեմս մեր հանրապետության դատախազի մեկնաբանման, ունենք նոր ինստիտուտ, նոր լույսի ներքո մեկնաբանման հնարավորություն։ Պետրոս Ղազարյանի այդ հաղորդման մեջ հաջորդ հարցին, բայց տեսեք, լրագրողը հարցնում է, ասել եք, ասում է նկատի Սրբազանին, ասել եմ սենց, պատասխանում է լրագրողի հարցին, երբ դուրս է գալիս, որ առանձին կոչում է դիմում, նորից հարցնում է Պետրոս Ղազարյանը, դատախազին ասում է, եւ դա նորից առանձին կոչ է դիտարկում Բաղդադ Սրբազանի գործի հետ, որը ընդհանրապես օբյեկտիվ իրականության մեջ ոչ ապացուցվեց, ոչ էլ գոյություն ունի։ Արդեն այս քննարկումները կան եւ երևում է նաեւ, որ այս բացահայտումը կա եւ իրական լինելը բոլոր այս գործողությունների պլանավորման կանխատեսման, որի մասին մենք խոսում ենք, տեսեք, եթե կոնտեքստից կտրում ենք։ Մինչդեռ հարկ է արձանագրել, որ Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին, երբ ըստ դատախազի դեռ Սրբազանը չէր վերահաստատել իր նախորդ հարցազրույցը եւ բնականաբար չէր կարող լինել որևէ կոնտեքստ։ Բացի այդ, քրեական վարույթը նախաձեռնվելով այն 5 քրեական վարույթը, նախաձեռնման մասով դատախազը նշել է, որ 24 թվականի հարցազրույցը իրենք այդ ժամանակ գնահատել են նվազդ վտանգավորության մեջ։ Այս դեպքում պաշտպանության կողմի պնդմամբ ակնհայտ է, որ պետության բարձրաստիճան պաշտոնյաները, քննչական կոմիտեի նախագահ, գլխավոր դատախազ, որոնք կոչված են ապահովելու եւ երաշխավորելու օրենքի եւ իրավունքի գերակայությունը, արդար քրեական վարույթը հենց իրենք են հակառակ օրենքի տրամաբանության լծվել դեռևս նախաքննության սկզբնական փուլից կոնկրետ Սրբազանի մեղադրանքը հրապարակայնորեն հիմնավորելու գործին։ Իսկ երկրի վարչապետը անթափույց հրապարակումներով ծաղրում ուղղորդում է այս իրավաբանական, եթե կարելի է այդպես կոչել, գործընթացին։ Նման անհերքելի փաստերը թույլ են տալիս պաշտպանության կողմին հիմնավոր դատողություն անելու մասին, որ մեր պաշտպանյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Սրանք միջամտություն են արդարադատության գործընթացին։ Ակնել է, որ քրեական վարույթի ողջ գործընթացում մենք չենք ունեցել անկողմնակալ քննիչ, անկողմնակալ դատախազ, անկողմնակալ դատարան։ Նման պայմաններում արդար դատաքննության մասին խոսք չի կարող։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի կարևոր եւ առաջնային պահանջներից է գործերի անկախ արտաքին ազդեցությունից զերծ դատարանի կողմից քննությունը։ Այս պահանջը բոլորս գիտենք, անհրաժեշտ է երաշխավորելու համար դատարանի անաչառությունը եւ դատաքննության օբյեկտիվությունը։ Միայն արտաքին ազդեցությունից զերծ դատարանը կարող է ապահովել
իրավունքների և դրանց սահմանափակումների կիրառման արդարացի հավասարակշռությունը, և Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ միայն այն հաստատությունը, որը ունի լիարժեք իրավասություն և բավարարում է մի շարք պահանջներ, ինչպիսիք են գործադիր իշխանությունից և նրա կողմերից անկախությունը, կարող է արժանանալ տրիբունալ անվանմանը 6-րդ հոդվածի իմաստով։ Այսպիսով, պատվարժան դատարան, մենք գտնում ենք, որ անկախության և անաչառության չափանիշները, որոնց վերաբերյալ Եվրոպական դատարանի մի շարք որոշումներով նախապայմաններն ու չափորոշիչներն առանձնացված են, այս պարագայում առկա չեն, այս գործի շրջանակում մենք չենք ունեցել անկախ և անաչառ դատարան։ Եվ ըստ էության մենք գտնում ենք, որ արդար դատաքննության իրավունքը պահանջում է, այո, որ լինի լիակատար անկախություն և պետական ազդեցությունից, հետել անտեղի ազդեցությունից, ինչպես որ նշված է Եվրոպական դատարանի որոշումներում, ինստիտուցիոնալ երաշխիքներով ապահովված միջավայրում պետք է այս ամբողջ քննությունը ընթանար։ Մինչդեռ գործադիր և օրենսդիր իշխանության հրապարակային ազդեցություններով և ճնշումներով մենք ունենք այսօր այս ապօրինի դատական ակտը մեր պաշտպանյալի գործով։ Նկատեք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ հետապնդումը իրականացվել է Հայաստանում կառավարվող ուժի և գործադիր իշխանության սանձազերծված հակաեկեղեցական արշավի համատեքստում։ Սա մենք պատահական չենք նշում, որտեղ սա մի ամբողջ համալիր գործընթաց է, որը մեր գնահատման ոչ միայն առնչություն ունի մեր վստահորդի հետ, այլ ամբողջովին մեր ուրեմն հայ, առաքելական, սուրբ եկեղեցու գործունեության և մեր ուրեմն վեհապար հայրապետի հետ։ Արդյունքում դատական մարմինները Սրբազանի նախնական կալանքի հարցը քննելիս, թե գործի էական քննության ամբողջ ընթացքում գտնվել են գործադիր իշխանության և նաև օրենսդիր իշխանության քաղաքական ներկայացուցիչների մշտական հրապարակային ճնշման ներքո։ Եվ ճնշման առավել ցայտուն պատկերը մենք արդեն ապացույց փաստ ներկայացրեցին, հետևաբար դրանց հարադարձ չենք կատարել։ Եվ պատվարժան դատարան։ Սրան զուգահեռ Միքայել Սրբազանի թե նախնական կալանքի, թե ըստ էության գործի քննության վարորդները մեր գնահատմամբ հանձնարարվել են այնպիսի դատարանների, դրա մասին բազմիցս տարիքին ունեցել խոսելու, որ հանրության շրջանում ընկալվում է որպես այսպես գործադիր իշխանության կողմնակիցներ, ճակերտավորված եւ առնվազն իշխանության կամքը կատարողներ, եւ դա հասարակական ընկալման մակարդակի պատվարժաններ։ Եվ հայտնի է նաեւ, որ իշխանության կամքը չկատարող դատավորներին կարգապահական պատասխանատվությունների ենթարկելու ընդհանուր դատավորի պաշտոնից ազատելու վերջին տարիների պրակտիկան Հայաստանում աննախադեպ է եւ այսպես ուղիղ հայելային անդրադարձանում այս վիճակին։ Այսպիսով սույն բողոքում, մեր բողոքում, նշված փաստերը թե առանձին, թե միասին վկայում են, որ Միքայել arczepiskopos Աջափարյանը կալանավորվել եւ դատապարտվել է դատարանների կողմից, որոնք չեն կարող անկախ եւ անաչառ համարվել։ Արդյունքում կողմերը խախտվել է Միքայել Սրբազանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային հանրաճանաչ փաստաթղթերով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։